Եթերում տեսլականն է բարև ձեզ, այսօր հյուրընկալել եմ քաղաքագետ Գագիկ Սարուխանյանին, նա եկել է որպեսզի բացի փակագծերը, մնացեք մեզ հետ։ Կարող է մի պահ ֆորս մաժորային իրավիճակ լինի եւ իսկապես հարձակվի։ Որն է Ալիևի ենթատեքստը։ Վաղը լինելու է պատերազմ, այսինքն նա արդեն գնում է ընթացքի մեջ է։ Տրամպը կճղի, երկու վոլտը կբռնի, 4 մատով այսինքն կճղի։ Տրամփ Ալիևին։ Այո։ Հիմա անասումներ կան, որոնք ասում են մեզի պետք չի ոչինչ բան, մենք ինքնուրույն կլ։ Դե ինքնուրույն եղի։ Ինքնուրույն Արցախը պաշտպանեցի։ Եվ ընդամենը 24 ժամում սա հարցը լուծեն, որ պատերազմի մեջ կարա հայրենիք եմ կորցնում։ Ես երկիր եմ կորցնում։ Հասել է Հայաստան, մտել է 200 քառակուսի կիլոմետր։ Լսեք, գալու է, ասում եմ, գալու է, որովհետև դրա ճանապարհը բացում է քո իշխանությունը։ Պուտինը բոլոր իր գործակալներին Երբ որ վերջնական օգտագործում պրծնում է, կամ հանձնում է Բաքվի բերդին, կամ գլուխը ուտում է։ Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ, մի բանում է, որ մեզ այդ 4-ով ազգովի տարեկ գցել են բռնատիրական ռեժիմի դաշտը։ Լեզումներն էլ 7 մետր, հելեն ինչից են խոսում, կարող է ֆորս մաժորային մի հատ վիճակ ստեղծվի։ Ալիևը այդ նախադասությունները, հայտարարությունները Հայաստանի դեմ ասում է ինքնուրույն, թե հրահանգ է ստանում լարված վիճակը պահպանելու։ Վերջը սենց է լինելու, Ռուսաստանը քայքայվելու է, Թուրքիան էլ հետ է, Ադրբեջանն էլ հետ է։ Ու իրանց սպասում է Գաագայի, ուրեմն բանը, տրիբունալը։ Բարև ձեզ, պարոն Սարուխանյան։ Բարև ձեզ, Սարեգյան։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Հետաքրքիր թեմաներ ենք արծարծելու, թե Հայաստանում, թե Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին, որոնք մեծ վտանգ են սպառնում Հայաստանի սուվերեն պետության անվտանգությանը։ Պարոն Սարուխանյան, միանգամից փորձում եմ հարցնել ձեզ, մինչ Հայաստանը խաղաղության դարաշրջանի թեզերն է առաջ քաշում, Վաշինգտոնից վերադարձած Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցնում Հայաստանի հանդեպ։ Սևանը ադրբեջանականացնում է, հայ ժողովրդին անվանում է բերված եկվոր ժողովուրդ, ամբողջ Հայաստանը անվանում է Ադրբեջանի պատմական հայրենիք։ Նրա այդ խոսքի տակ ինչ է թաքնված, որն է Ալիևի ենթատեքստը, միթե պատերազմի է պատրաստվում։ Շատ ակտուալ է հարցը, ես պետք է հիշեցնեմ ձեզ մի բան, որ երկրորդ Արցախյան պատերազմից հետո, որտեղ մենք գրեցինք ջախջախիչ պարտություն, որովհետև Հայաստանը միայնակ էր, փոքրիկ Արցախը եւ միակ օգնականը Հայաստանից մեկնած կամավորականներ էին, ոչ թե Հայաստան պետությունը։ Համախմբված, այսպես ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչները Թուրքիան, Ադրբեջանը, Իսլամաբադ, Պակիստանը եւ Ռուսաստանը միասնական որոշում են կայացրել, որ պետք է այդ հարցը ցենց լուծեն եւ լուծեցին։ Իսրայելի զենք ու զինամթերքով։ Չէ, Ռուսաստանի զենք ու զինամթերքով։ Այդ ինֆորմացիան բացեիբաց դրված է բոլոր։ Լսեք, ես ձեզ ասեմ, բացեիբաց դրված է, բայց չգիտես ինչու Ռուսաստանի մատակարարած ադրբեջանական բանակի 90%-ը ուղղակի ձեն չեն հանում, բայց մինչ այդ Հայաստանին առաջարկած Իսրայելի օգնությունը, ասենք, թռչող սարքերի պարագայով, եւ Հայաստանը հրաժարվելուց հետո Ադրբեջանին է բանանում, մատակարարում, դա մատի փաթաթան են սարքել։ Ինչու եմ ասում, որովհետեւ օկուպացված Արցախում տեղադրված են իսրայելական ռազմաբազաները։ Ոչ, հիմա, այո, բայց ինքը ինչ-որ մի բան անում է, չէ, ինքը պաշտպանվում է, չէ։ Ինքը պաշտպանվում է, չէ, Իրանից։ Հայաստանը թող տրամադրեր այդ ամեն ինչը Իսրայելին։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Արցախը ուզում էր նման ճակատագրի հասցնել, որպեսզի պաշտպանվեր Իրանի դեմ։ Լսեք, ես մի հատ sense սորական հարց տամ։ Պատկերացնենք մի հատ վիճակ, որ մենք հզորացել ենք Իսրայելի չափ, Իսրայելից էլ ավել, մենք ի վիճակի ենք, ասենք, Թուրքիայի դեմ պատերազմ վարելու, ու ոչ թե միայն պատերազմ վարելու, այլ անգամ այն աստիճանի, որ sense նվաստացնենք Թուրքիային։ Եվ դրա համար մեզ պետք է օրինակ, ասենք, Հունաստանում ինչ-որ մի հատ կղզի, որ Թուրքիայի արևմուտքից էլ կարողանանք սպառնանք Թուրքիային։ Մեզ հետարքիր կա,
որ դրանից կնեղանան բուլղարացիները, դրանից կնեղանան կիպրոսցիները կամ որևէ մեկ այլ երրորդ ազգ։ Մենք դրա հաշվի չենք նստի, չէ՞։ Մենք լուծում ենք մեր խնդիրը։ Տարբերությունը մեկ այլ է, պարոն Սարուխանյան։ Մի րոպե։ Մենք պետք է նայենք, ես ինչի համար եմ սա այս մանուկները շատ մանրակրկիտ ասում։ Հիմա հանկարծ չասեք, ես Իսրայել եմ պաշտպանում։ Նրա համար որ մենք պետք է հասկանանք, թե Իսրայելը ինչ էր ուզում դրանով։ Մեզ թշնամի առհասարակ, թե ուղղակի Իրանի դեմ ինքը իր ստրատեգիկ խնդիրներն է լուծում։ Այսինքն ես սրանով ընդգծում եմ, որ Հայաստանը մինչ օրս Իսրայելի նման միջին մերձավոր արևելքում նման հզորագույն պետության դեսպանատունը չունի Հայաստանում։ Դա նշանակում է, որ դու քո արտաքին քաղաքականության գլխի տերը չես։ Այսինքն քեզ ինչ հրամցնում են, նշանակում են Իսրայելին քեզ թշնամի, դու ընդունում ես դա։ Նշանակում են քեզ Ադրբեջանին եղբայր, որ պետքա եղբայրանաս, դու ընդունում ես դա։ Տարբերությունը մեկ այլ է, պարոն Սարուխանյան, ներկայացնեմ, որովհետև Հայաստանի Սուրբ գրքում գրված չէ, որ մենք ձեր ասած կղզու հանդեպ ունենք որոշ նկրտություն։ Այնինչ Իսրայելի Սուրբ գրքում նշված է, որ Հայաստանը ու Արցախը իրենց պատմական ավետյաց երկիրն է։ Ես նման բան չգիտեմ, դուք մի անգամ եւս ասել եք, ես ճիշտ ասած գուցե իմ թերությունն է, որ ես պետք է հետևեի, ես մի հատ նայեի նման բան գրածը, բայց ես մի հատ հարց տամ էլի։ Այս մենք հայերս, այդ Սուրբ գրքում գրած մնացած հարյուրավոր եւ հազարավոր գրվածքների որ կանոնին ենք հետևում, որ մի հատ էլ այդ Սուրբ գրքի գրած ինչ-որ իսրայելական ինչ-որ բան հետ ենք մագալի 3000 կամ 2000 տարի առաջվա գրածը այսօր սարքում ենք քաղաքական ենք։ Չէ, պատերազմը ցույց տվեց։ Ես էլ կասեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի իսլամական, ասենք, գրությունների մեջ այնքան բաներ է գրած հակահայկական, հակաքրիստոնեական։ Հա, գրած է։ Եվ ցես մի բան, եւ այսօրվա Ռուսաստանը, որը քրիստոնյա է համարվում, իբր ես Պուտինի բառերն եմ ասում։ Մենք պրավասլավներս, ուղղափառներս ավելի մոտ ենք մեր կրոնով իսլամին, քան թե կաթոլիկներին, այսինքն նույն քրիստոնյա կաթոլիկներին ավելի հեռու են, քան թե մուսուլմաններին։ Շատ բարի, փոքրինչ շփվեցինք, պարոն Չէ, ինչի համար եմ դա ասում։ Այսինքն, այո, այդ նույն ենթատեքստը հեսա մենք կմոտենանք։ Այսինքն այդ ենթատեքստերը մենք գույները մի դեպքում ուժեղացնում ենք, մյուս դեպքում թուլացնում ենք, եւ դրանով իսկ բերում ենք իրական թշնամուն, զայացնում ենք, որ Ռուսաստանը ոչ էլ թշնամի է, բայց Իսրայելին ամեն անգամ մտցնում ենք մեջ։ Այնինչ մեր ազգային շահերից բխված մենք մեր գործառույթները չենք կատարել։ Որ ինչու մենք չենք հանդիսացել Իսրայելի դաշնակիցը, մինչև այս 35 տարի է։ Ու անենք չէր որ չկար այդ հնարավորությունը։ Կամ այսօր ինչ ես անում դրա համար։ Որ այսօր մեր փրկությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, եւ իր դաշնակիցը մի հատ, ասենք, մոտ 100%-անոց վստահելի դաշնակիցը Իսրայելն է։ Եթե դու քո փրկության մասին մտածում ես, ուրեմն պետք է նաեւ քեզ փրկողի հետ այլ դաշնակցի հետ էլ ինչ-որ ձևով լեզու գտնես։ Այդ հարցը ձեզ մեկ անգամ տվել եմ, հիմա էլ եմ փորձում հնչեցնել պարոն Սարուխանյան, եթե մեր միակ փրկությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, ապա Վաշինգտոնից վերադառնալուց հետո Ալիևը հայ ժողովրդին անվանեց հիմար։ Պետք է անվանի, բայ էլի պետք է անվանի։ Ուր է այդ Ամերիկան, ինչի չի գալիս մեզ փրկի։ Լսեք, Ամերիկան ինքնուրույն չի գալու։ Ամերիկան, երբ որ նա կանչել է, թե Ալիևին, թե Նիկոլ Փաշինյան, ինքը հաստատ գիտի, որ ինքը կանչում է ռուսական գործակալական ցանցի երկու ներկայացուցիչին, Կովկասյան երկու ներկայացուցիչին, կանչում է իր մոտ եւ որոշակի ծրագրեր է տալի։ Հիմա այդ ծրագրերի ներքո ով իրան ոնց կպահի, ըստ դրան նա եւ կվերաբերվի այդ երկրներին։ Իսկ հստակ ասեմ, այսօր ինչ վերաբերվում է Ալիևին, Ձեր ասածը կարծիք է թե փաստերով է։ Բա իհարկե փաստերով է։ Որովհետև դրանից հետո գնում են բռնատիրական ռեժիմների ակումբ Շանխայյան համագործակցության կոմիտեում, ուրեմն ովքեր են կայնած Սին Ցզինպինը, որը դրա գլխավոր հերոսն է, ձախ կողմից, տեսեք, ձախ կողմից Պուտինը, աջ կողմից Կիմ Չին Ինը, տեսեք, սա իր սվիտան է։ Սա ցույց է տալի մոլորակին այդ 3 ատոմային
տիրությունները, որ մենք ենք, որ մեր ուզած ձևով պետքա լինի։ Այսինքն մենք որոշել ենք, որ Պուտինը պետքա 87 տարի լինի նախագահ Ռուսաստանում, որ տենց էլ կլինի։ Որոշել ենք 180 տարի էլ Կիմ Չինի նպատի լինի, որոնք տենց էլ այսինքն իրանք թքած ունեն մարդկանց իրավունքների վրա, իրանք թքած ունեն այն ձևավորված աշխարհում արդեն շատ դժվարությամբ դարերով եկած հասած կաթիլ հասած մարդկանց իրավունքների գերիշխանության վրա թքած ունեն։ Եվ տեսեք, ովքեր են այդ շրջապատի մեջ, Ալիևը, Փաշինյանը, հա, ինչի՞ թե Լատվիայի, ասենք, նախագահն չկար։ Ինչի Զելենսկին չկար։ Ինչի Մոլդովայի պրեզիդենտը չկար, Ֆրանսիայինը, մյուսինը, ինչի չկային։ Ալիևը ինչ ենթատեքստով է նման ոճով խոսում Հայաստանի դեմ պարոն։ Ես ասեմ, նա լարվածության մեջ է պահում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Որքանով է դա վտանգավոր։ Դա վտանգավոր է, այո, կարող է մի պահ ֆորս մաժորային իրավիճակը լինի եւ իսկապես հարձակվի։ Բայց մինչ օրս անձամբ ես կամ մեր կազմակերպության հույսով եմ դուք գիտեք ես որ կազմակերպությունն եմ ներկայացնում Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպությունը, որի համանախագահն եմ։ Ինչքան մենք պրոգնոզներ ենք արել, սկսած 20 թվականից հետո, որ ասում էին գարունը հարձակվել են, ասում եմ չէ։ Ասում էին աշունը հարձակվել է, ասում չեն հարձակվել։ Այսինքն այս 4-5 տարի է ինչքան ասացին որ պետք է հարձակվեն, այդքան մենք ասացինք չեն հարձակվել, որովհետև մեր պրոգնոզները, մեր, ասենք, ենթադրությունները հիմնված են կոնկրետ քաղաքական վերլուծությունների վրա։ Ուրեմն միանգամից հարցն է։ Ադրբեջանի հարձակումը պայմանավորված էր Ռուսաստանի դրդմամբ։ Այսօր դե Իսրայելը չէր ասում, գիտեք ինչ կա, հարձակվեք Հայաստանի վրա։ Այլ Ռուսաստանն էր ասում։ Իսրայելի նպատակը չէր ոչ էլ միտքներ Զանգեզուրյան կալիդոր կոչվածը, այլ այդ 911-ի ստորագրած այդ փաստաթղթի տակ Պուտինի միտքն էր, որ Պուտինը տիրի Զանգեզուրին։ Պուտինը ում գործակալն է։ Հա? Պուտինը ինքը իր գործակալն է ռուսական կայսրության, որը այսօր դարել է Չինաստանի վասալը։ Եթե ժամանակին սովետական միությունը, որը հանդիսանում էր որպես ռուսական եւս կայսրություն, բայց այլ անվանման տակ սովետական միություն, փլուզվելուց հետո կամած Պուտինի օրոք եկավ դարձավ 10-րդական երկիր, որ այն աստիճանի 10-րդական, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ենթակա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան արդեն հետը հավասարի հետ խոսում է։ Տեսակետ կա, որ նաև Պուտինն է սիոնիստական ուժերի կողմից ղեկավարվում։ Հա, որ ասենք հատուկ տանում է բան այս վիճակը, ես մի բան ասեմ, սիոնիստական ուժեր ինչի նկատի ունեք։ Եթե այն որ այսօր չէի ասի, որ Իսրայելը եւ սիոնիստները այսօր հաշտ ու համերաշխ են ապրում իսլամական աշխարհի հետ։ Ես չէի ասի։ Այն ինչ որ անում են Գազայում, որքանով է բարոյական եւ մարդասեր։ Հիմա տեսեք, դուք անցեք Գազային եւ բարոյականությանը, չէ՞։ Անցեք Գազայի եւ բարոյական, եթե սիոնիստական է, ապա ինչու այդ նույն Գազայում Խամաս խմբավորումը տասնյակ տարիներ շարունակ օգտվում է ռուսական գործակալական ցանցով եւ բոլոր զենք զինամթերքը Ռուսաստանից էր մատակարարվում։ Բոլոր։ Տեսեք, եթե սիոնիստական է Ռուսաստանը, ապա ինչու է Ռուսաստանի իսլամական աշխարհի հետ այդքան սերտաճած։ Ինչու է Արցախյան քրիստոնեական հարցի շուրջ ինքը ադրբեջանական կողմը պահում։ Ինչու է ինքը աջակցում Թուրանի ստեղծմանը, որովհետև Թուրան հասկացողությունը ինքնին դա ռուսական ծրագիր է եղել։ Ժամանակի ռուսական ծրագիր։ Ես կուզեմ մի հատ շատ նուրբ հանգամանք բերեմ։ Ama ժամանակի երբ որ եղել է Օսմանյան կայսրություն, ես ձեզ ասեմ Օսմանյան փողերի վրա 4 լեզվով է գրվել։ 4 լեզվով։ Օսմաներեն, հայերեն, ֆրանսերեն եւ հուներեն։ Վերևի մասում օսմաներեն եւ հայերեն, որովհետեւ երկրորդ ազդեցիկ ազգը Օսմանյան կայսրություն եղել են հայերը։ Եվ հայերեն է գրված եղել։ Եվ դուք գիտեք, չէ, Օսմանյան կայսրության մեջ չեն ասել թուրքերեն բառ։ Թուրք բառը օսմանցիների մոտ դա հայյանքի նման բան էր։ Հայյանք, որ ասենք մարդուն ուզում ես հայոց, ասում ես թուրք, Օսմանյան կայսրության մեջ։ Եվ հայերը, քանի որ շատ լայն ավտոնոմ իրավունքներ ունեին, բան, այդ
Օսմանիզմի մեջ տեղավորվել էին եւ ապրում էին։ Որպեսզի այդ օսմանիզմը տապալեն, ուրեմն ռուսական հատուկ ծառայությունները Թուրանի գաղափարը գցեցին մեջ։ Թուրանի գաղափարը տակուց աշխատել են ռուսական ախրանկայի եւ հատուկ ծառայությունների դեր ցարական Ռուսաստանի ժամանակ։ Թուրանի գաղափարը մինչ օրս արդիական է։ Տեսեք, չէ, ես չեմ խոսում արդիականությունից, ես խոսում եմ դրա սկզբնավորումից եւ դրանից հետո երբ որ անգամ սովետական միությունը ստեղծվելուց ուզում էին ռուս-թուրքական համատեղ մի ընդհանուր երկու գլխանի արծիվով պետություն ստեղծեին։ Եթե դուք հիշում եք, ժամանակին այդ Միջին Ասիայի հանրապետություններ չկար։ Ամբողջ այդ տարածքը Տուրքիստան էր կոչվում։ Հետո հավանաբար ուղղակի վախեցան, որ կարող է իշխանափոխություն լինի, առհասարակ ամբողջ Ռուսաստանը կիսեցին այդ Տուրքիստանը մի քանի հանրապետությունների։ Եվ այսօր նույն թուրքերը ուզում են վերամիավորվեն։ Նորից այդ Թուրանի գաղափարը արդիական, եւ այդ արդիականությունը պահպանում է Ռուսաստանը, բայց ինչ չափով է պահպանում։ Ուղիղ այնքան, որ ուզենան անեն, բայց վերջնական չկարողանան։ Հասկացաք, չէ՞ ինչ է կատարվում։ Սա այս ամբողջի հիմքը եւ այսօր տեսեք, Ադրբեջանը օգտվելով Ռուսաստանի դավաճան լինելու հանգամանքից, Ալիևը քանի անգամ ասել, որ ռուսները դրանք դավաճան ազգ են, դրանք օգտվելով դրանից դավաճանել տվեց քրիստոնյա հայերին, Արցախին տիրացան եւ այսօր որպեսի վաղը ինքն էլ չդավաճանվի նույն Ռուսաստանի կողմից, արդեն Ռուսաստանից ուզում է հետ քաշվի եւ Իրան պոզիցիայի մեջ է դնում արևմտյան գործիչ է Ուկրաինային է օգնում։ Տեսեք, միթե Ռուսաստանը չի պատժին իրան։ Հա, ինչի՞ պիտի պատժի։ Ինքը կատարում է այն ծրագիրը, որը Կրեմլից իրան իջեցված է։ Ինքը լարվածությունը բարձ է, չէ, կատարողների հետ ինչ դատավճիռ են։ Գներեք, ինքը այսօր Կրեմլից իջեցված բոլոր նարատիվները կատարում է։ Կեղծ հակամարտություն, ինքնատիպը խփել, ինչ որ վայ Ալիևի վարկանիշը բարձրացնել, չգիտես ինչ, նորից բերել Թուրանի միտքը, արա Ալիևը ինչ գործիչ է, անգամ պատկերացեք Թուրանի գաղափարը կենտրոնը արդեն տեղափոխվում է Ստամբուլից Բաքու։ Տեսեք ինչ են անում, բայց իրականում նույն ցեղն են, իրանք չեն կարա տարբերել են, որովհետև իրանք բոլորն էլ առաջնորդվում են միայն շահերով եւ բռնատիրական ռեժիմներին հարիր գործառույթներով։ Վերջացավ։ Իլհամ Ալիևը, պարոն Սարխանյան, սովորաբար իր նկարտումների եւ առաջիկա քայլերի մասին, երբ խոսում է, ապա որոշ ժամանակ անց անցնում է կոնկրետ գործողությունների։ Վառ ապացույցը այն էր, որ տարիներ շարունակ ասած, հատկապես վերջին շրջանում, որ Արցախը ամբողջովին ադրբեջանական է, Ստեփանակերտը Խանքենդի է եւ ամեն գնով հասավ։ Հիմա ասում է Սևանը ադրբեջանական է։ Ու կհասնի։ Կհասնի։ Այո։ Եթե նույն Կրեմլի գործակալական ցանցի ներկայացուցիչները մնան Հայաստանում, ինչպես որ մինչև հիմա է, կհասնի։ Որովհետև իրանք պետք է կատարեն Կրեմլից եկած հրահանգները։ Դուք բացառում եք լայնածավալ պատերազմը այսօր։ Այս պահին այո, բացառում եմ։ Որ պահին եք, այսպես ասած, կանխատեսում։ Ուրեմն ես այն պահին եմ կանխատեսում, տեսեք։ Էլ ինչ պիտի ասի Ալիևը, որ կանխատեսում։ Եվ ասելով չի։ Ինքը կարող է ինչ ուզենա ասի։ Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն է հիմա ասում, որ դա ներքին սպառման համար է, չէ, իրանց երկրում, որ ինքը վարկանիշը բարձրելի, ներքին սպառման համար է այդ արտահայտությունները։ Ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ալիևը այդ նախադասությունները, հայտարարությունները Հայաստանի դեմ ասում է ինքնուրույն, թե հրահանգ է ստանում լարված վիճակը պահպանելու։ Եթե հրահանգ է ստանում Ռուսաստանից, ապա խնդիրը ո՞րն է, ինչու է հապաղում։ Որովհետև դուխ չունի այդքան։ Որովհետև Տրամպը կճղի, երկու ոտը կբռնի, այն ոնց ասեմ, վառեք հավի նման, երկու ոտը, երկու մատով, 4 մատով, այսինքն կճղի։ Թրամփ Ալիևին։ Այո։ Որովհետև մինչև այս օրը, որ մի քանի Պուտինն էլ է հիմա վախենում Թրամփից։ Պուտինը կարող է չի վախենում Տրամփից։ Տրամփից այսօր վախենում են բոլորը, անգամ Չինաստանը։ Բայց վախի աստիճաններ կան։
Մի բանը Ալիևի վախը, մի բանը Պուտինի վախը։ Ասում եք հովանավորում է Ալիևին Պուտինը եւ բոլոր առումներով քաջալերում է Պուտինը։ Հարցս հետեւյալն է. ինչու չի գնում լուրջ քայլերի բացի Վախում է։ վախենում է։ Պուտինի, ասում եմ, Տրամպից վախում է։ Գալիս է տուն, տան ասում արա, ես քեզ ասեցի հարցակվի գնում, ընդ ինչ-որ բաներ ես ստորագրում։ Դե Պուտինը ախպեր, բայց ես ոնց անեմ, ախպեր, դու կարաս Տրամպի դեմ, ես չեմ Ինչպես է կարող։ ստացվում առանց Պուտինին տեղյակ պահելու հասնում է Ալիևը Վաշինգտոն։ Ով ասես քեզ որ առանց տեղյակ պահելու։ Նիկոլն էլ առանց տեղյակ պահելու գնացել։ Տեղյակ չեմ ես։ Չեն կարա տեղյակ չպահեն։ Ես ձեզ ասեմ, ինչ որ մի ԱԱՑ-ի գործակալական ցանցի մի մայոր կամ փոխգնդապետ կարող է ինչ-որ մի հատ գործողություն անի առանց իր գեներալի տեղեկության։ Իհարկե ոչ։ Սրանք ասում են բոլորը ռուսական գործակալական ցանցի աշխատակիցներ են։ Բոլորը, որովհետև կեղծ արևմտամետ խաղացող Նիկոլը այսօր ռեալ ոչ մի արևմտամետ քայլ չի արել։ Ալիևի այդ Բայց մի հատ լավ լուր կա, ասենք ասենք։ Նա կարող է այդ արևմտամետ քայլը անի արևմուտքի, ասենք ասենք Ամերիկայի ճնշման տակ, բայց ոչ թե նրա համար, որ ինքը արևմտամետ դառավ, այլ իր անձնական կաշին փրկելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցում է, որ Պուտինը բոլոր իր գործակալներին, երբ որ վերջնական օգտագործում պրծնում է, կամ հանձնում է Բաքվի բերդին, կամ գլուխը ուտում է, ասենք Լևոն Հայրապետյանի նման։ Այսինքն ինքը գիտի, որ իր օգտագործելուց հետո հիմա ինչ է ստացվում, Պուտինը ում գլուխն է ուտելու։ Ուրեմն ըստ իմ վելուց տեսած բանի, բոլոր այն հայերի, ովքեր, ասենք, հայանպաստ գործունեություն են անում։ Բոլոր, Լևոն Հայրապետյան, մնացած սաղ, անգամ եթե հայանպաստ գործունեություն չեն անում, հայանպաստ գործունեություն, իրան ծառայում են օտուդենա Արցախի ղեկավարությունը ծերից ծեր սաղ ծառայում են իրան։ Իսկ Պուտինի գործակալներին ինչ է սպասվում ձեր խոսքով։ Ըստ ինձ, վերջը սենց է լինելու, Ռուսաստանը քայքայվելու է, Թուրքիան էլ հետ է, Ադրբեջանն էլ հետ է, ու իրան սպասում է Գաագայի, ուրեմն բանը, տրիբունալը, նույն Լուկաշենկոին։ Այսօր պատերազմ է։ Ալիևին ինչ է սպասվում հետևաբար։ Նույն բանը։ Լսեք ես ասամ, հիշում եք այդ ստորագրելու ժամանակ, այդ Տրամպի ճանապարհի ստորագրելու ժամանակ, քանի անգամ հարց տվեց Տրամպը Ալիևին։ Քանի անգամ։ Ինչ նշանակություն։ Քանի անգամ հարց տվեց։ Գիտեք ինչ է։ Քանի տարի է նախագահ։ Ինչ էր ուզում հասկացնել։ Հեն էր ուզում հասկացնել, որ իմ նման տղեն ընդամենը 4 տարի է, դու 22 տարի արա։ Ով ես դու։ Ու դու ուզում ես քեզ պոզիցիաների մեջ դնես, որ դու արևմտամետ ես։ Հաջողվում է նրան։ Չի հաջողվում։ Էլ ինչ անի որ չհաջողվի։ Լսի ինչ անում որ հաջողվում։ 1000 մետր է, պարոն։ Լսի 1000 մետրա քո դեմ։ Քո դեմ։ Ինձ միայն հետաքրքրում է իմ երկիրը, իմ Հայաստանը։ Ուրեմն քո երկիրը հետաքրքրելու համար, ուրեմն կամ համակերպվի գնա Գյոքչա կոչի, Արարատ սարնել հանի բանից է ու համակերպվի։ Կամ էլ ընտրիր քեզ դաշնակից, ասա աղբեր ջան, դու ուժեղ ես, ես առաջի դասարանի երեխա եմ, դու նույն դպրոցի 10-րդ դասարանի երեխա ես, բիլակը հաստատ, տավիր, հենա 2 անգամ տվել ես, ատամներս թափել է։ Հիմա մի հատ էլ կարող է տաս։ Իմ քերուս տղեն ինստիտուտի ուսանողը ու համել սպորտզալ է գնում գալի։ Գնա իրան բեր։ Հիմա անասումներ կան, որոնք ասում են մեզի պետք չի ոչ մի բան, մենք ինքնուրույն կլ։ Դե ինքնուրույն եղի։ Ինքնուրույն Արցախը պաշտպանեցի։ Հասել է Հայաստան, մտել է 200 քառակուսի կիլոմետր։ Լսեք, գալու է, ասում եմ, գալու է, որովհետև դրա ճանապարհը բացում է քո իշխանությունը։ Քո իշխանությունը Թրամփը ինչի դեմը չի առնում։ ինչի պետք է առնի։ Մի հատ ինձ բացատրի, եթե քո իշխանությունը չի ասում Թրամփ ջան, արի դեմն առ։ Եթե այդ պետության նման հզորագույն պետության երկրորդ դեմքը Նենսի Փելոսին գալիս է, ասում գնա մեզի ոչ մի բան պետք չի։ Եթե առաջի կադենցիայի ժամանակ Թրամփի պետ քարտուղարը գալիս է Հայաստան, ասում է ինչ անենք ձեր համար Արցախը պաշտպանելու, ասում է մեզի ոչ մի բան պետք չի։ Եթե մարդիկ պարզ ասում են, արա, ասում են, արա, լավ չեք ուզում մեզ,
սկանդինավյան կոնտինգենտ բերենք դնենք, ասում չէ, մեզի պետք չի, մեզի ոչ մի բան պետք չի, մեզի պետք է ռուսական զորք, որը 30 էկոլոգի դեմ չի կարող առնի Արցախում, որը այդ 30 հոգին 130,000 հայությանը սովի մեջ պահեցին, ու դեմը դու ունես աշխարհի երկրորդ հզորության բանակ ռուսական կայսրությունը, որը կայունացել եւ 30 բնապահպանի դեմ չկարացավ առնել, մեզի էդ է պետք։ Իսկ ինչու է։ Հիմա սա ով է, սա այդ իրականացնողը ով է Հայաստանի։ Ռուսաստանը չկարողացավ դեմ առնել, թող Ամերիկան իր որոշիչ խոսքը ասեր եւ սանձեր։ Ոչ։ Դու ունես օրինական ընտրված իշխանություն։ Եթե դու քո ազգը այն աստիճանի ազգ է, որ իրան դուր է գալի, այս վիճակը, ով է որ խառնը։ Մեզ դուր է գալիս այս վիճակը։ Բա իհարկե։ Ես լինեմ, ասենք, այլ ազգի մարդ կնայեմ, կասում դուրները գալիս է։ Իրանք ոտից գլուխ ուղն ու ծուծով Լուկաշենկոյի տիպի ազգ են, Նիկոլա Ռոբա Սերժա տիպի, Լևոնա տիպի ազգ են, հա, կան առանձին վերցած 1-2 հոգի, որ հստակ մտածում են, որ քաղաքագիտ, բայց օբշի իրանց ազգը, դրա համար էլ ես ասում եմ, սրանց հանցագործությունը, Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ, մի բանում է, որ մեր այդ 4-ով ազգովի տարեկցել են բռնատիրական ռեժիմի դաշտը։ Վաղը լինելու է պատերազմ, այսինքն նա արդեն գնում է ընթացքի մեջ է։ Եվ մեզ ազատ աշխարհի աչքերում ասոցացնում են որպես բռնատիրական ռեժիմի մի ներկայացուցիչ։ Այդ ձեր ասած վաղվա պատերազմից խուսափելու հիմնական մեթոդը ո՞րն է այսօր։ Այսօր գնալ գտնել ընդհանուր եզրեր Ամերիկայի Միացյալ Նահանգների, հավաքվել ու գնալ Ախպեջան, այդ թելադրել։ Հələ որոշ բաներ, որոնք իրանք էլ են մոռացել, էդ էլ հիշացնել։ Ասել Ամերիկա ջան, մենք հիշեցինք էլ, արա, ուշքի եկանք։ Այն որ դուք այսքան օգնությունը տվեցիք, այն որ դուք Արցախի հիմար միակ չճանաչված պետության, այսպես կոչված, Արցախին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տրամադրել եք ներկայացություն անունը չդնելով դեսպանություն Պրեդնիստրովյան, չէ, մեր Դրեստրովյան հանրապետություն կոչ Ամերիկայում ունի ներկայացություն, Օսետիան ունի, Աբխազիան ունի եւ մնացած այլ չի, ուներ ոչ ոք չունի, ոչ ոք բացի Արցախից, արա բա օգնություն չի դա։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ էության դեսպանատունը բաց է Արցախի, բայց ինչ ես ուզում։ Դրանից հետո ասում ես զորքը բերեմ, արա, պետք չի։ Բա ով են սրանք։ Եվ բացատրեք, ով են սրանք։ Եթե ոչ դավաճաններ։ Ալիևի խոսքով ադրբեջանցիների վերադարձը իր պատմական հողեր ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Սա ինչ հեգնանք է։ Հա ուզում ասեմ մենք ձեզ ձեր չենք տա։ Ասում է տանկերով չեն գալի։ Հա, մեքենայով, բայց այդպես էլ լինում է։ Բա ինչ տանկով գա ինչ անի, ով է կռվել իրա, տանկով գա ինչ անի, անունը դնի ագրեսոր։ Արա, եթե մարդը կարա, ասենք, նստի իր Opel-ը, ասենց ասեն, կամ մի իր Mercedes-ը ու գա Երևան։ Հələ տենամ քաղաքապետի հայրը, կարա ես անգամ ադրբեջանական համարներով Opel-ին ինչ-որ բան ասի։ Չի կարող։ Իհարկե չի։ Պարոն Սարուխանյան, կա տեսակետ, որ Հայաստանը այսօր կրիտիկական վտանգի մեջ է։ Մեկ նախադասությամբ, այո թե ոչ։ Այո։ Այսօր մենք ունենք Այո։ շանս այդ կրիտիկական վտանգը ցրելու։ Ունենք 3 մեթոդ ասեք։ 3 մեթոդ։ Առաջի հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներին բոլոր կապերը վերականգնել, խորացնել եւ հասցնել Հայաստանը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրահատուկ առանձին ասենք ասենք դաշնակից ոչ ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև ես կուզեի որ ՆԱՏՕ-ի անդամ դառնար, բայց մենք Ֆրանսիա չենք, մենք Ֆինլանդիա չենք, ոչ էլ Շվեդիա ենք, որ ասենք քո զարգացվածության մակարդակով եւ բանակի, ասենք մակարդակով համապատասխան ես, ընդ կան իր կանոնները, բայց դու կարող ես լինել նույն Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չի, բայց նա դաշնակից Ամերիկայի։ Մենք կարող ենք նույն կարգավիճակով լինել դաշնակից։ Շատ բարի, հաջորդը։ Այդ մեկ։ Երկրորդը ռուսական կեղծ
սենց ասած եղբոր կարգավիճակից դուրս գանք, ուղղակի մեծ արչա, մեծ անկապ մի հատ երկիր է, ըստ վտանգավորության բանի հնարավորին չափ կրճատել իր այդ հարաբերությունները ամեն տեսակի։ Հիմա տեսեք, Ռուսաստանը միակ երկիրն է, որը շանտաժի լեզվով խոսում է։ Հիմա այս մարդիկ էլ ուզում են ասեն ժամանակին Ուկրաինայում մենք գալադամոր չենք արել։ Մարդկանց սպանել են, գենոցիդ են արել։ Այս այն ազգն է, որ ասենք չերկեսներին գենոցիդ չեն արել, չեչեններին գենոցիդ չեն արել, հայերին գենոցիդ են անում 300 տարի է։ Ու գիտեք սրանց նենգությունը ինչու՞մ է, որ այդ կանից հետո ներկայանում են որպես մեզի բարեկամ։ Արի դուք հասկանում եք, որ այս մարդիկ էլ կան, որ էդի ուտում են, խեղճ ու կրակ գյուղացին, քաղաքացին, բանվորն ինչ անի։ Մի ասում է հեռուստաընկերությունը այսօր ասենք մի քիչ այս լրատվամիջոցներն են շատացել YouTube-ը, լսում է, ստեյց ընդ ինչ-որ բան ուզում լսի։ Ես սելավի նման, այս կան հզոր բանակը, երբ որ ես ասում էի, որ Հայաստանում գործում են 30-ից 40 հազար ռուսական գործակար, ինձ ասում են, ինչ թվեր ես ասում։ Այսօր ես տեսնում եմ, որ մի բանը քիչ եմ ասել։ Դուք պատկերացնում եք Հայաստանում գործող Իրան ընդդիմական ձևակերպած ուժերը ոտից գլուխ Ռուսաստան են գովում։ Ոտից գլուխ։ Ու դրանք նրանք են, ովքեր ժամանակին այդ ռուսական կայսրությունը իրանց ղեկավարներին թույլատրություն տվել թալանել։ Եվ թալանի մի մասը տալ Ռուսաստանին։ Տվել են։ Մի մասը տվել են, մի մասով էլ հարստացել են, այսօր մեդիաներ ունեն, կուսակցություններ ունեն, գրասենյակներ ունեն, լեզուներն էլ 7 մետր, հել են ինչից են խոսում, լիքը ջայլներ են ընդգրկել այդ գործընթացի մեջ։ Այդ ջայլներն էլ իրանց կարիերայի համար չխորանալով, իրանց չի թույլ տված, գիտեք ինչ կա, չի թույլ տված մի հատ վերլուծել, լավ, ում եմ աջակցում։ Իրանց թույլ է տված ընդամենը վերլուծել Նիկոլայով է։ Նիկոլը դավաճան է, դա մենք գիտենք։ Երրորդ կետը։ Եւ երրորդ կետը նորից տնտեսական Եվրոմիության անդամ դառնալը եւ բոլոր process-ները դրանք մի քիչ ավելի երկարատև process-ներ են։ Եվրոմիություն եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ուրեմն process-ները խորացնել ու գնալ։ Պարոն Սարուխանյան, ինչպես է ստացվում, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր ենք, իսկ քայլեր չենք անում, որ Ամերիկայի հետ լինենք։ Ցավ տանում։ Մենք երբ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործ։ Ես պաշտոնական տվյալներն եմ ասում ձեզ։ Պաշտոնական է, դրա համար եմ ասում, իրանց նենգությունը հենց դրա մեջ է։ Ասենք նիկը ասում է անունը ինչ ուզում ես աղբեր դիր, ուզում ես ռազմավարական։ Այդ նույն ռազմավարական գործընկեր նաև Ալիևի հետ է։ Մենք Ուկրաինայի վրա հարձակվելուց 1 օր առաջ Ալիևի հետ եղբայրության մասին պայմանագիր է ստեղծել։ Մենք այսօր ինչի չենք անում եւ մեզ ով է հետ պահում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք բերենք ռազմավարական գործընկեր դաշնակից։ Դուք ամեն ինչ չեք անում, որ մեր նման ուժին բերեք իշխանության, որը Ամերիկայի հետ կգնա այդ քայլերին։ Ինչ նկատի ունեք։ Դուք որպես քաղաքացի, այո, դուք, ես որ ասում եմ դուք, ես նկատում եմ հավաքական իմաստը։ Այսօր հայերին դուր է գալի իրանց ընդամենը 30,000 դրամը, որովհետև 6 հոգի են տան մեջ 5,000 եկա փողա, 2 շաբաթ կաբրել։ Всё, վերջացավ։ Հիմա դրսի աչքերի համար ոնց ըստ ձեզ ոնց կարող են գնահատել այս ժողովրդին։ Մեկը դուք եք, մի հատ աշխարհի տիրակալ եք, մեկը ինչ-որ բռնատեր է, մեկը ազատ աշխարհին է, մեկը մի հատ ազգ կա, որ գալիս ես ասում ես, արա մեղք եք, լավն եք, գենետիկորեն լավն եք, էլի դուք կարակ էլի, չէ, արա ասում ես, ինչ զգացմունք կառաջանա, միայն խղճահարություն։ Կասի լավ, արի ես հիմար են, արա, կույրացել են, այն աստիճանի են սրանց արա բանարը, որ չեն էլ գիտակցում արդեն, եկեք մենք ընդամենը, ինչքան կարանք օգնենք, թույլ չտանք, բայց ես ինչի եմ ասում վտանգը, կարող է ֆորս մաժորային մի հատ վիճակ ստեղծվի եւ ընդամենը 24 ժամում սա հարցը լուծեն։ Ու պարտան են դու ասեմ կներես, извини друг։ Կներես, էլի սենց ստացա։ Ադրբեջանը պատերազմի ճանապարհով։ Այո։
Ինչի Ադրբեջանն է թե ոչ Թուրքիան։ Պարոն Սարուխանյան, Ալիևի ներքոհիշյալ հայտարարություններից ընդամենը 1 օր առաջ ադրբեջանցի պատգամավորը հայտարարեց, մեջբերում եմ. Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից։ Դա կլինի ամենամեծ վերադարձը։ Հիմա տեսեք, իրանք շատ ճիշտ ուղու վրա են։ Ընդունենք, որ այդ մարդը իրավունք ունի իր շահերից դրդված քայլեր անի։ Իր շահերից դրդումը հետևել, որ Կովկասին տիրի վերջնականապես եւ Կովկասին տիրելու ճանապարհին միակ խոչընդոտը հայերն են։ Վրացիները իրանց համար խոչընդոտ չեն։ Վրացիները իրանց կողմից ցեղասպանություն չեն ապրել։ Իրանք մինչև այսօրս զուտ հիպոթետիկ, ասենք, sense մի հատ բանը, որ թիլվիզն է ադրբեջանական քաղաք, իշոր sense մեկ ու մեջ բլոգերների բան մակարդակով ասում են, բայց վրացիները այդ վտանգից sense ասենք կիսա վախեցած վիճակներում դրա մասին չեն խոսում, որ հանկարծ չլարեն իրավիճակը։ Sense ասենք, Վրաստանը իրանց համար խնդրեմ չի։ Իրանց համար խնդրեմը հայկական հարցն է։ Երբ որ ժամանակին հայկական հարցից տարանջատեցին, Արցախյան հարց սարքեցին, ես բոլոր դռները կոտրում էի, բոլոր դռները, վերջ տվեք այդ ձեր սուտ ձևակերպումներին, վերջ տվեք այդ ձեր Արցախի դրոշ եւ Արցախի պետականությանը, որովհետեւ դուք Հայաստանի դրոշի վրա նկարում եք պատ։ Տեսեք այդ ինչ-որ մի հատ Բաժանարար գիծը։ Պատ են նկարել։ Ու սիրարվել են այդ պատի վրա։ Ու մինչև օրս էլ փառաբանում են, հետո էլ ասում են՝ «Յա, պարտվանք»։ Ես էլ ուզում եմ Հայաստանի դրոշի վրա նույն քառակուսիկներով ասես մի 4 թվանշան գրեմ ու ասեմ 4-րդ մասիվի ինքնավար հանրապետություն։ Հետո ինձ բացատրեք, մենք ունենք 12 պատգամավոր Արցախից Հայաստանում։ Եվ որ մենք հայտարարել ենք վերամիավորման մասին, դեռ հենց սովետական միության օրենքներով եւ սովետական միության օրով։ Այդ երբ որ դուք հայտարարեցիք, որ դուք անկախ պետություն եք, նայեք ես Արցախին եմ ասում։ Այսինքն ստացվում է ումից անջատվակ։ Հայաստանից։ Մի հատ ինձ բացատրեք, որ կետն է այդ կետը եւ որ կետից էր, որ դուք անկախ դարաք Հայաստանից։ Այսինքն այդ մուտիլովկեքը, այդ սուտ կեղծ օրակարգները մտցրեցին Կրեմլից։ Տեսեք, օգտվան Ամերիկայից։ Ընդդեից Ամերիկան սենատը հաստատել էր մի հատ թիվ, որ ամեն տարի $20 միլիոն չափով Արցախին օգնություն էին տալի։ Չկա այդպես բան։ Դուք ասում եք ուրա թող Տրամպը աներ, Ամերիկանը անում էր էլ է, բայց ինչ աներ։ Հետո քո Նիկոլ Փաշինյանը, որին դուք անվանում եք, Պարոն Սարուխանյան, չի կանձնավորում ամեն։ Չէ, կներեք, ես որ ասում եմ ձեզ, ես հիմա այս պայն դուք եք իմ դեմ նստած, բայց ես խոսում եմ հանրության հետ, մեր հայ հանրության հետ, այսինքն դուք եք իմ դեմ նստած, հանկարծ անձնավորված չընդունեք դա։ Այդպես է ստացվում, բայց Չէ, հազար ներողություն եմ ասում, անձամբ ձեզ չեմ ասում, այսինքն հիմա էկրանն է իմ դեմ, ես իրանց եմ ասում։ կարող եք տեսախցիկին ասել։ Տեսախցիկին դեմ, հա, ասես որ նայեմ, ասեմ, արդեն ուրիշ բան դառնա։ Կարող եք դիմել, ում ցանկանում եք, նրանք ձեզ կտեսնեն եւ կլսեն։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը, ասում է, բանը, ինձ չեն ընտրել Արցախի ժողովուրդը, եւ ես իրանց համար պատասխանատու չեմ։ Բա այդ տղա, եթե դու պատասխանատու չես դրանց համար, ժամանակին ասեիր։ Ասեիր Արցախը դա Հայաստան չէ։ Եվ որ մենք իմանայինք, քեզ ընտրում ենք վարչապետ, թե չենք ընտրում։ Պարոն Սարուխանյան, նման թեման շատ ընդարձակ է, սպառնալիքների մասին խոսենք, եթե դեմ չեք։ Հաջիզադեն հայտարարեց, որ ադրբեջանական 4 անկլավների վերադարձը իրենց ուշադրության կենտրոնում է։ Սրանով ինչ են ուզում ակնարկել եւ դրա տակ որքան վտանգներ եք դուք տեսնում։ Եվ ինչ տեսակի վտանգներ։ Ես նորից եմ ասում, ձեզ ասում, որ այս ամբողջ հայտարարությունները միտված են լարված վիճակը պահպանելու։ Այդ լարված վիճակը հրանգավորումը ստանում են Կրեմլից, Մոսկվայից, որովհետև
Երբ որ գնում են Թրամփի մոտ գալիս են ուրիշ մարդ են դառնում, Պուտինն ասում է, «Արա, էս, լուրջ եք ասում, էս փոփ, չէ, Պուտին ջան, տես, այսինքն լեքսիկոնը պաշտպանում են»։ Ինչ է ենթադրում։ Որ անկլավների մասին է խոսքը։ Թուրքի մեյդանը, այսինքն որը, Կոնդը, որը, ինչ անկլավի մասին է, Ամասիա գյուղը, ինչ անկլավ, որ անկլավի մասին։ Դե ուրեմն Բաքվի Արմենի քենդի մասին խոսացեք։ Հիմա սա ես ոնց դասեմ։ Ռազմավարական կարևոր կենտեր է ուզում վերցնել։ Լսեք, ռազմավարական կարևոր, լսեք, Հայաստանը ինքնին, ընդհանուր, որ sense քարտեզի վրա նայում ես, ընդհանուր Հայաստան ինքն է ռազմավարական միակ կետ։ Ինքն է իրան sense քարտեզի վրա, այսօր Հայաստանի բնակչությունը Նյու Յորք քաղաքի մեկ պրեֆեկտուրայի բնակչություն ունի։ Ադրբեջանը ինչ իրավական փաստաթղթով է մեզանից պահանջում Ոչ մի անկլավները, մենք ինչու չենք հակադարձում։ Ոչ մի Ինչու չենք հակադարձում։ Որովհետև գործակալական ցանցն է ղեկավարում քեզ Հայաստանում։ Որովհետև երբ որ դու պետք է իրավական հարցերով դիմեիր Արցախի հարցը վերականգնելու համար, երբ որ մենք ասում ենք կա միջազգային դրույթներ, կան առաջի համաշխարհային պատերազմից հետո ազգերի լիգայի կողմից նշված տարածքներ 70,000 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածք։ Մենք պետք է իրավական ճանապարհով գնանք։ Ոչ մի իրավական։ Կրեմլից հրահանգը ստացավ, գնացեք պրոստը կռվեք մտեք ներս։ Հիմա նույն ձևի գործակալ Ալիևին են դրթում։ Ինչ է նշանակում, որ Սևրի պայմանագիրը կրկնվելու է։ Լսեք, կարա նա իր ակտուալությունը չի կորցրել, 1000 տարի էլ մնա չի կորցնի։ Մեծ կնիկ է դրած վրան։ Ամերիկայի նահանգների մեծ կնիկը որ դրվում է, պրծավ, դա հավերժ է։ Նա կվերջանա այն ժամանակ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ չի լինի։ Բայց մոտակա տարիներին տենում եմ այդպես բան չի կարա պատահի։ Ես խոսում եմ ձեր տված հարցի, որ իրավական ոչ մի հիմք չունի, այո, չունի։ Որովհետև երբ որ Հայաստանի կողմն էր Ադրբեջանի հետ պատերազմում, եւս ոչ մի իրավական խնդիր տակը չէր դնում, պրոստը կռիվ էր անում։ Քարտեզները նկարում եւ պահանջում Այլ այդ քարտեզնով է նկարել։ Ալիևը։ Չէ, ինքը չի նկարել։ Դա նկարած էսի ռուսական, էսի որտուց է վեգալը, ցարական կայսրության քարտեզ։ Հա, վեգալ, ինչ-որ մի բան վեգալ, մի բան քտնումա, մի բան։ Ու դրա շուրջ կառուցում է։ Լավ անում։ Ծիծաղալին այն էր, որ երբ քարտեզի մեջ ցույց էր տալիս իր ասած Գյոկչա, որ Սևանն է, ըստ իրեն, այնտեղ Ադրբեջան բառը ընդհանրապես արտացված չէր։ Այո, չի կարող արտացված լինի։ Ամբողջ իրավական ճշմարտությունը, ամբողջ արդարությունը մեր կողմն է, մենք նույնիսկ չենք կարողանում պաշտպանվել։ Չեք պաշտպանվում, որովհետև մենք չենք դա։ Ես ու դու կպաշտպանվենք։ Երբ որ ես ու դու լինենք իշխանություն, մենք կդնենք ու կպաշտպանվենք։ Ինչ է սա, այսինքն անմտածված խաղաղություն։ Չէ, անմտածված չի, շատ է լավ մտածված եւ էլի կրկին անգամ թե Ադրբեջանին, թե Հայաստանին կախյալ վիճակի մեջ պահելու միտում։ Թե գուցե դանդաղ կապիտուլյացիա։ Ոչ, դանդաղ չի, լավ էլ արագ կապիտուլյացիան մեկ օրում ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ կապիտուլյացիա։ Ուր ենք այսպես, պարոն Սարուխանյան։ Ամենք եկել տեղ ենք հասել արդեն, է։ Ուր ենք հասել։ Տեղ։ Դրա անունը ինչ է։ Դրա անունը ստորացած վիճակ։ Հետո Ինչ հետո։ Հետո ամենօրյա ռեժիմով պետք է ստորանանք ձեր։ Այո, բա իհարկե։ Մինչև Ինչու դուք այս վերջի 30 տարին ամեն օր չէիք ստորանում։ Երբ որ գեներալները քո ազգային ժողովում նստած Մավելն ու Սեյրանն էին։ Ինչի չէր ստորանում ամեն օր, երբ որ Արցախից եկած բանը Ռոբերտ Քոչարյանը իրան նախագահ էր հրճակել եւ այն հանգամանքը ինչի համար որ ինքը նախագահ ընտրված вообще մի օր չխոսած դրա մասին։ Այդ ստորացումը որքան է շարունակվելու։ Մինչև խելքի չգան։ Իսկ դուք տեսնում եք հույս։ Այո։ Ես տեսնում եմ։ Ինչպես է արդյունք։ Որովհետև այս նույն վիճակում ես էլ եմ ծնվել, մեծացել։ Ժողովուրդը ինչպես է արթնանալու եւ այսպես ասած Փառք ասու 600 տարվա ստրկությունից հետո պետականություն չունենալու եւ ռուսական կայսրության 300 տարվա բռնաճնշումներից հետո արմենաֆոբիայից հետո իմ նման եւ իմ ընկերների նման մարդիկ դեռ կան։ Եվ շատ արագ ընդամենը
2-3 տարվա ընթացքում այս ինչի մասին ես որ խոսում եմ, շատ կողմնակիցներ են ունացել։ Ես չեմ ասում Քրիստոսը ես եմ, փրկիչը ես եմ։ Ես ասում եմ ես եմ Սուրբ Հովհաննեսն եմ։ Որ ճանապարհ եմ բացում գալիք սերունդների են փրկիչի համար։ Իմ կյանքն եմ դրել սրա տակ։ Մարդիկ այսօր ասում եմ 5000-ով են վաճառվում։ Էժանացրել են 30 արծաթ իջացրել են 5-ի։ Այդքան 1700 տարվա ընթացքում քրիստոնեությունը մեզ բերեց մենակ դրան։ Եվ վերջում։ Ինչ լույս եք տեսնում Հայաստանում, Պողոս Արաքելյան։ Վերջում, գիտեք ինչ կա, Հայաստանի լույսը սենց ձևակերպեմ էլի, ձևավորվում է բոլոր հայերի մեջի եղած լույսով։ Ես լույսի մեջ եմ։ Չնայած որ շատ դժվար է պայքարել ինչ-որ երևույթների դեմ, բայց ես լույսավոր եմ, ես արդեն եմ լույսի մեջ։ Եվ ես կուզեմ, որ ասենք այդ մրջավանջից մարդիկ դուրս գան, այդ խավարից դուրս գան, խավարասերների հետևից չգնան, ովքեր ասենք արեստացին հակամարտություններ են ստեղծում, Քոչարյան թե Նիկոլ, վեհապարտ են Նիկոլ, թե այս ինչ բանը, մտեսեք, բոլորն էլ իրան գործակալական ցանց են։ Այո, եկեղեցին պետքա մաքրվի, միանշանակ պետքա մաքրվի գործակալական ցանցից։ Այսօր մեր եկեղեցին Ով պետք է մաքրի։ ես ու դու, բայց ոչ Նիկոլը։ Գիտեք ինչի։ Որտեվ Նիկոլը ինչին ձեռա տալի, ինքը օդից հնարած բաների վրա չի շեշտադրում, որ ասել ես ինչ էրա խոսում։ Այո, իրական խնդրի վրա թաթը դնում է եւ կիսատ պռատ անում։ Եվ իր հանձնարարությունը հենց դրա մեջ է։ Անել կիսատ պռատ, դիմացնին շանս տալ հակադարձելու։ Եվ այսպեսով գցել Հայաստանը եւս նոր process-ների մեջ։ Եվ այդ գոնեի քաղաքականության մեջ գոնե լավ էսի սենցա գոնեի նորից վերարտադրվի։ Սա է սրանց նենգությունը։ Ես զարմանում եմ, արա, եթե ես հայրենիք եմ կառուցում։ Ես հայրենիք եմ ուզում կառուցեմ, այսինքն ես այն ինչ որ ժողովրդին ասում եմ, ի սրտե է։ Ես ասում եմ եկեղեցին պիտի մաքրվի, պետությունը պիտի մաքրվի։ Լավ, եկեղեցին պիտի մաքրվի, բայց պետությունը չպիտի մաքրվի այդ գործակալական ցանցից։ Եկեղեցին գոնե ասենք լավ, եթե ով մի քիչ աթեիստական հակումներ ուներ, կարող է ինչ-որ ձևի փրկվի, կեղծ, ասենք եկեղեցիականի քարոզներից եւ ինչ-որտեղ զերծ մնա։ Բայց կեղծ Հայաստանի նվիրյալը, որ նստի որ ասի ինքը նվիրյալն է Հայաստանի եւ փրկիչն է, բայց ինքը նախարար է, ինքը վարչապետ է, ինքը նախագահ է։ Եվ իմ երեխու ապագան տանի դեպի ոչնչություն, բայց դրա պատասխանն ով պետք է տա։ Պարոն վարչապետ, այդ կեղծ բանը մեռանք 8-րդ տարին դու նստած ես այս հələ նոր ես, ընտրությունը մոտենում է նոր ես դրա շուրջ բանամ, եթե կարացար անցնես եւս մի քանի տարի կթողես էտի։ Ասում եմ աղբեր ջան, լուստրացիա արա։ Լուստրացիա։ Եթե KGB-ի նույն գործակալները հասցնեն շատ ու շատ նյութեր վառեն իրանց արխիվներում, ապա համոզված եղեք, այն արևմուտքի գործընկերները իրանց հատուկ ծառայությունների, ասենք ասենք, հետախուզական տվյալները ամբողջությամբ կտան ձեզ։ Ամբողջությամբ։ Դուք ուզում եք մաքրեք եկեղեցին, սուտ եք ասում։ Դուք եկեղեցին չեք ուզում մաքրել։ Դուք ուզում եք այդ եկեղեցի կեղտի տակ դրվագային ձեր հարցը լուծեք։ Դրվագային էտի արծարծելով, եթե ուզում ես մաքրես, Հայաստանը մաքրի, խես եկեղեցին մաքրում։ Նաև եկեղեցին էլ հետ է։ Ուզում ես մաքրես, դա ոնց է ստացվում է, դու զուտ կուսակցական գործի չես, հա? Այսինքն մենակ ձեր կուսակցությունն է ամբողջությամբ ճշմարտությունն ասում։ Դուք չեք ընդունում, որ գոյություն ունի, օրինակ ասենք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության նման մի կազմակերպություն եւ լիքը ազգանվեր մարդիկ, որ իրաց կյանքն են դնում այս ամեն ինչի տակ, ինչի ձեր պագոններից հետո ուժեղը դուք եք, իշխանությունը դուք եք, բայց կանչի ասա աղբեր ջան,
Դու որ այդքան բան խոսում ես։ Արի լուստրացիան արա, ես ձևը չգիտեմ։ Կարող եք։ Ուրեմն մեկ ամիս շատ եմ ասում։ Մեկ ամսում կմաքրվի ամբողջ Հայաստանը։ Պինոչետը ինչ արեց։ Հիշում եք ինչ արեց։ Իրանց ամբողջ ազգի թշնամիներին լցեց Սանտիագո իրանց մայրաքաղաքի կենտրոնական ստադիոնում։ Ու վերջացած, սա բրծավ մեկ օրում։ Ես նայ մի ամիս եմ ասում։ Մենք ունենք նման ստադիոն։ Ու Աստված ոնց որ թե բերե հենց դրա համար պահպանել է իրան։ Ոչ ֆուտբոլ են խաղում այդտեղ, ոչ բան։ Ընդամենը մուտքերը բետոնապատում ես եւ ուղղաթիռով բոլորին իջեցնում ես այդտեղ։ Ասում ես հլարիստ էլ արա։ Աշխատավարձը դες 600,000 էր։ Արես ոնց առար աղբեր ջան։ Քո 800 տարվա, ասենք աշխատավարձի չափով էս տունը։ Որ 800 տարի պետք է աշխատեի։ Դու սաղին ես լցում անխնա։ Եվ մի հատ պլանկա ես թողում, նա ես չեմ ասում, ես մարդիկ կարող մտածեն ասում եսի вообще գազանա, չէ։ Թողում ես մի հատ պլանկա, ով համագործակցեց, ով ինքնուրույն թալանը բերեց, դրեց ժողովրդին ասեց ժողովուրդ ջան, այսքան տարի իմ երեխեքը ձեր գրպաներից թալանած գումարով վայելել են։ Հիմա այս սաղ վերադարձնում եմ։ Ով համագործակցեց որոշակի մի հատ ցենզով, որ դու գնա 15 տարի դու իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվելու, всё, գնա։ Ամնիստիա արա, քաղաքական ամնիստիա արա։ Արա լիքը ձևեր կան ախր, ես զարմանում եմ էլի։ Հիմա նայ նորը սկսել է, հիմա կադրներ են ցույց տալի։ Ես վերջապես պատարակին բան կանեմ, կմասնակցեմ այս հիասքանչ պատարակը, որ արդեն զերծ է բանից են Արամ Տեր Արամը, հա, Արամ անուն է տղայի։ Որ կարգալուց է արված։ Հա, որ յան կարգալուծով արված։ Չի կարա կարգալուծ արված մարդը կարգալուծ անի մեկին։ Չի կարա վեհապարը կարգալուծ անի։ Համել կարգալուծ անելու process կա։ Կարգալուծ վեհապարը չի անում։ Կարգալուծ անում է խորհուրդ կա։ Ասենք կա եկեղեցիական խորհուրդ, որտեղ դնում են հարցը, ասում են, «Էս ինչ արարքի հիմար»։ Այդպես չի արվել։ Չէ։ Պրոստը ինի ասել է հանել։ Այսինքն ինքը այդ վեհապարը կոչեցյալը ինքը անգամ այդ գործառույթը չգիտի երևի։ Ինքը իրան զգում է որպես հիմնարկի պետ։ Այն էլ սովետական հիմնարկի պետ է, որ ռայկոմի քարտուղարը մտնում ասում է սրան հանել ու всё հանում են։ Էլ չեն քննարկում ինչի համար։ Պրոստը հրաման են ստացել։ Վեհապարը ընդամենը հաստատում է։ Ու այն էլ ինքը վեհապարը պետքա դրական տրամադրված լինի դեպի այդ կարգալուց արվողը։ Երբ որ ասենք նստում են 10 հոգի են, 50 հոգի են, ես չգիտեմ այդ խորհուրդը ինչ ձև է։ Եվ դիմում կա, որ ես ինչ մարդը սես բաներ է անում, բայց սրան կարգալուց է պետք անել։ Քննարկում են, քվեարկում են եւ ասում են, վեհապար սրան պետք է հանվի։ Ինքը պետք է հանդես գա կարգալուց արվողի կողմից, որ ասի տղեկ կարող է ներեք, կարող է ինչ-որ ժամանակ տանք։ Չէ, ինքը հրաման տվեք գնացել է։ Հիմա դուք ասում եք կարգալուց արված, բայց ինձ էդի չի հետարքիր ինքը որպես կարգալուց եղած անձնավորություն իրապես կարգալուց արված է թե չէ, որովհետև այնտեղ չկա կարգալուց անելու պրոցեդուրա։ Այլեն, որ այդ մարդը, երբ որ խոսում է, որ վեհապարը կամ սրբազանները որոշակի մարդիկ զբաղվում են քաղաքականությունով, եւ ասենք իրան պաշտպանողները Այսինքն այսօրվա իշխանության ներկայացուցիչները մեղսագրում են որպես հանցանք, որ հոգևորը քաղաքականությամբ է զբաղվում։ Այդ նույն հոգևորը ում պատարակին իրանք գնում են, Կադիրով է գովում։ Արա գոնե գովայի մի հատ գիտես ինչ, Դանիայի ասենք վարչապետին կասենք արա, դες քաղաքակիրթ աշխարհի ինչ-որ բան, բայց Կադիրովին արա։ Կադիրովին լուրջ ես ասում։ Շնորհակալություն, պարոն Սարոխանյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ հարցադրումները այնքան բան կա ասելու։ Չեք պատկերացնում, մեր ժողովուրդը իսկապես պետք է արժեքային համակարգը ճիշտ ընկալի։ Ճիշտ, ոչ թե էմոցիոնալ ու ասենք բան։ Շատ ժամանակ ինձ ես պիտի պարտադիր ասեմ, որովհետև եթերում ես կարդում եմ շատ ժամանակ որպես թերություն կամ դիտողություն իմ էմոցիոնալ զրույցների մասով։ Այո, գուցե եւ տարիների ընթացքում էմոցիոնալ եմ դառել։
Բայց ես պետք համեմատություն անենք, կարող է անհամեմատելի է, բայց այդ անհամեմատելի լինելու մեջ է հենց համեմատությունը։ Դուք գիտեք, չէ՞, մեր երիտասարդ տղային 19-20 տարեկան Աբաջյան ազգանունով, որ խրամատում ինքը իրան նռնակով բան արեց, ինքը որ հեռախոսով խոսում էր, ոնց էր խոսում, էմոցիոնալ թե ասենք հանգիստ։ Մեկն էլ ասել է, ի՞նչ է գորգռում, չէ՞, այսինքն ինքը պատերազմի մեջ էր։ Ինքը ասում է, սա դիրքերի հանձնողի մերը։ Դա էմոցիոնալ է։ Ես այսօր պատերազմի մեջ եմ։ Ես այսօր տենում եմ, որ ես պատերազմի մեջ եմ, ազգս վարի այդում։ Այսօր էլ են դիրքերը։ Այո, հենց ես դիրքերում եմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր դիվանին նստած պրոստը ուզում են այնց խելոք բառեր լսեն ու իրանց հաճույքները վայելեն, ես հենց իրանց համար եմ այս տոնով խոսում, որ արթնանան, որ պատերազմի մեջ է կարա հայրենիք եմ կորցնում։ Ես երկիր եմ կորցնում։ Ես չեմ ուզում պանդուկ դառնամ։ Եթե դուք պատրաստ եք վաղը իսլամի կրոնը ընդունեք եւ Ալիևի ասած բանը, որ իրանք գալիս են խաղաղությամբ, ընդունել ես պատրաստ չեմ։ Եվ դրա համար նյարդանում են, որ չեն համախմբվում։ Հիմա այս նյարդությունից հետո այդ մարդիկ կասեն, «Ա, ինչ լավ բաներ ասեց», այն մեկը կասի, «Էս ինչ նորից հիստերիկացավ», ու գիտեք ինչ կանեն։ Այն առավել մեջից հայուսները կասեն, «Ա, ջանամ, դավա գնացեք, խորովածը պատվիրեք, գնացեք, այն աղջիկերքին զանգի թողան, պրծավ սրանց բանը»։ Ուրեմն մինչև դուք չհամախմբվեք, չեք փրկվելու։ Մեկ անգամ եւս շնորհակալություն, պարոն Սարուխան։ Ես եմ շնորհակալ։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս Գագիկ Սարուխանյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։